Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի 1203-րդ օրն է։ Իսրայելը փոխանցել է Ուկրաինային Պետրիոտ հակաօդային պաշտպանության համակարգեր պաշտպանվելու համար ռուսական հարձակումներից։ Այս լուրը իսկական ցնցում է Պուտինի ռեժիմի համար, որը տարիներ շարունակ կարողացել էր պահել Իսրայելը իր քաղաքական պատանդի կարգավիճակում։ Բայց այժմ Իսրայելի այս վճռական քայլը խոսում է շատ կարևոր բանի մասին։ Երկիրը վերջապես դուրս է գալիս մոսկովյան խավարից եւ նետում է Պուտինի ռեժիմը պատմության աղբանոցը։ Իսրայելը շատ կարևոր երկիր է տարածաշրջանում եւ Իսրայելի նման քայլը իրոք խարխլում է Ռուսաստանի դիրքերը, ել չասեմ, որ հրեական լոբիների մասին ամբողջ աշխարհում գրեթե չկան նման հարց, որի լուծելուց հրեական լոբիի օգնության կարիքը պետք չլինի։ Թեև Իսրայելը դեռևս բացահայտ չի հայտարարել իր դիրքորոշման մասին, միայն Պետրիոտ համակարգերի փոխանցումը Ուկրաինային բավականին հնչեղ ազդակ է։ Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպանը Ուկրաինայում Միխայիլ Բրոդսկին բացահայտեց մի կարևոր փաստ. իսրայելական զինտեխնիկան արդեն կիրառվում է ուկրաինական բանակի կողմից։ Մամուլին տված հարցազրույցներում նա նշել է, որ Պետրիոտ հակարդյունային համակարգերը, որոնք նախկինում եղել են ցախալի սպառազինության արսենալում, փոխանցվել են Ուկրաինային։ Այս խոսքերը միանշանակ շրջադարձային են, ի հակադրություն այն լռության, որը երկար ժամանակ պահպանում էր Իսրայելը հակամարտության վերաբերյալ։ Շատերը սպասում էին ավելի հստակ դիրքորոշման Երուսաղեմից, սակայն պարզվում է իրական աջակցությունը վաղուց ընթացքի մեջ է, պարզապես խիստ զգուշությամբ էր դա արվում։ Միգուցե Իսրայելը ստիպված է եղել գործել հանդարտ աշխարհաքաղաքական բարդ հաշվարկներից ելնելով։ Մենք հայերս լավ գիտենք Հայաստանի իրավիճակը։ Իսրայելը ինչքան էլ հզոր երկիր լինի, միևնույն է, աշխարհաքաղաքական մարտահրավերները մեր տարածաշրջանի երկրների կողմից արհամարվել չեն կարող։ Բայց եթե առաջիկայում Իսրայելը որևէ տեսանելի պրոռուսական քայլ չանի, ինչը քիչ հավանական է, ապա սա կարելի է համարել վերջնական շրջադարձ դեպի բարու կողմը, ես կասեի, ուժեղ եւ հստակ մերժում Պուտինի չարիքի համակարգին։ Հուսանք մի օր նման քայլ կտեսնենք նաեւ մեր Հայաստանի կողմից։ Մեր հայրենիքը հասկանալի պատճառներով չի կարող զենք փոխանցել Ուկրաինային, քանզի իր պաշտպանության կարիքներն էլ շատ մեծ են, բայց Հայաստանը եւ հայ ժողովուրդը կարող են շատ բան անել։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ծրագրում է կազմակերպել հանգիստ եւ վերականգնողական միջոցառումներ ուկրաինացի երեխաների համար Հայաստանում։ Այսպիսի քայլերը բացահայտում են աշխարհի առջև մեր ժողովրդի իրական բարի էությունը։ Իդեպ Խզմալյանը այն քաղաքական գործիչներից է, ով չի սիրում գովազդել իր քայլերը, բայց մեր լսարանի համար ասեմ, Ուկրաինայում մինչ օրս երախտագիտությամբ են հիշում Ռուբեն Ախվերդյանի բարեգործական համերգը, որը կազմակերպվել էր հենց Խզմալյանի ջանքերով։ Կան մի շարք կարևոր թեմաներ, որոնց աջակցել է պարոն Խզմալյանը, որոնք ուղղված են նաև Հայաստանի անվտանգությունը ապահովելու առումով, կապված Ուկրաինայի հետ, բայց ես դա չեմ կարող բարձրաձայնել, երբ օրը գա բարին հետը, հենց ինքը պարոն Խզմալյանն էլ թող բարձրաձայնի։ Ես խորին հարգանք եմ տածում նման մարդկանց նկատմամբ, նրանք պարզապես չեն խոսում, նրանք գործում են հանուն ամբողջ հայ ժողովրդի աշխարհի կողմից ճիշտ ընկալվելու համար, գործում են հայ ժողովրդի, Հայաստանի մեր հայրենակիցների անվտանգությունը ապահովելու համար։ Երկար ճառեր չեն ասում, լուրեր չեն տարածում, պարզապես իրենց գործն են անում, փորձելով բարելավել Հայաստանի դիրքերը եւ անվտանգ պահել մեր երկիրը։ Շնորհակալություն պարոն Խզմալյան, քաղաքական բոլոր ուժերից առանձնանում է ձեր կուսակցությունը, ձեր առաջնորդությամբ, դուք գործի մարդ եք, ոչ թե խոսքի, չնայած նաեւ խոսքով եք կարողանում փոխել իրականությունը։ Երախտապարտ ենք ձեզ։ Անցնենք եւս մի հետաքրքիր թեմայի, որը Ռուսաստանի մասին է, բայց նաեւ կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։ 25 թվականը դարձավ Ռուսաստանի համար հերթական երրորդ անընդմեջ տարին, երբ երկիրը կանգնում է պարենային ճգնաժամի առաջ։ Ռուսաստանում պարենային ճգնաժամն ավելի է խորանում, արդեն լրջագույն անկում է արձանագրվել 3 հիմնական ապրանքների արտադրության ոլորտում՝ արևածաղկի ձեթ, շաքար եւ ալյուր։ Այս մասին հայտնում է Moscow Times-ը հղում կատարելով Ռոստատի տվյալներին։ 2023-ին խիստ թանկացել էին ձվերը, 24-ին կարագը, իսկ 25-ին թանկացած բանջարեղենի հետ մեկտեղ սկսվել է նաեւ խորը անկում արտադրության ոլորտում։ Հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում արևածաղկի ձեթի արտադրությունը նվազել է 32.3%-ով, շաքարի արտադրությունը
6.5%-ով, ալյուրի արտադրությունը 7.8%-ով նախորդ տարվա նույն շրջանի համեմատ։ Միայն ապրիլ ամսին Ռուսաստանում արտադրվել է 35,000 տոննայով պակաս շաքար, -36.1%, 108,000 տոննայով պակաս ձեթ, -15.6%, 72,000 տոննայով պակաս ալյուր, -9.1%։ Պատճառները տարբեր են՝ անարդյունավետ ներմուծման փոխարինման քաղաքականություն, բարձր բանկային տոկոսադրույքներ, անհաջող գյուղատնտեսական ռեֆորմներ։ Շաքարի արտադրության անկումը կապված է ռուսական սերմերին անցման հետ, որոնք զգալիորեն զիջում են արտասահմանյան սերմերին։ Արևածաղկի ձեթի արտադրությունը դարձել է վնասաբեր, դարձել է ոչ եկամտաբեր, պետությունը խոչընդոտում է գների բարձրացումը եւ արտադրողները սկսել են արտահանել հումքը վերամշակման փոխարեն։ Արդեն 2 գործարան դադարեցրել է աշխատանքը։ Իսկ ալյուրի ոլորտը կանգնած է ֆինանսական ճնշման առաջ, վարկերի տոկոսադրույքերը հասել են 25%-ի, ինչը սպառնում է մի շարք ընկերությունների գործունեությանը։ Grain Holding-ը, որը ռուսական խոշոր ալրաղացներից մեկն է, ապրիլին հայտարարել է հնարավոր սննկացման մասին, բայց սա ամենը չէ։ 25-ին կարտոֆիլի գինը աճել է 173%-ով անցած տարվա համեմատ, ինչը ռեկորդ է վերջին 23 տարվա ընթացքում։ Արդյունքում ռուսական խանութներն արդեն սկսել են կարտոֆիլ գնել Չինաստանից եւ Մոնղոլիայից, իսկ Կալինինգրադի շրջանում արգելվել է կարտոֆիլի արտահանումը։ Իսկ հիմա բոլոր նրանք, ովքեր մեկնաբանություններում գրում են, թե այս ամենը սուտ է, ավելի լավ է մտածեք ինչպես եք ընտանիքներդ գերակրելու, հանկարծ սովից ձեր կլավիատուրաների վրա չկարողանաք կոճակները սեղմել։ Իդեպ այս ամենից հետևություններ պետք է անեն նաեւ Հայաստանի իշխանությունները։ Պարենային անվտանգությունն այդպես էլ չդիվերսիֆիկացվեց մեր երկրի։ Հայ ժողովրդին նոր խնդիր պարզապես պետք չէ։ Եղած խնդիրներն էլ քիչ չեն։ Աստված չանի մեր ժողովուրդը եւս տուժի Ռուսաստանի ճգնաժամից։ Իշխանությունները պետք է իրենց զգաստ պահեն եւ մտածեն եւ արագ գործեն։ Ես արդեն հարյուրավոր անգամ նշել եմ ինչպես կարելի է ապահովել Հայաստանի պարենային անվտանգությունը, ձեր էկրաններին տեսնում եք ուկրաինական պարոմը։ Ունենք նաեւ այլընտրանքային ճանապարհներ, օրինակ ուկրաինական նույն լաստանավը, որը կարող է կապել Հայաստանը Սևծովի բոլոր երկրների հետ, բացառությամբ Ռուսաստանի իհարկե։ Դե ում է պետք սոված ու փնթի Ռուսաստանը։ Ժամանակն է մտածել Հայաստանի պարենային անվտանգության մասին, որը ընդհանուր անվտանգության բաղկացուցիչ մասն է։ Եթե հիմա չանեն իշխանությունները, 26-ի ընտրություններից առաջ իշխանությունները կարող են հայտնվել չափազանց անհարմար դիրքում հայ ընտրողների առաջ։ Եկեք կարճ անդրադառնանք մեր սիրելի Ամերիկային, ինչ էլ որ անի Թրամփը, ամերիկացիները մեզ բարեկամ ժողովուրդ են եւ մենք չենք կարող անտարբեր լինել նրանց ճակատագրի նկատմամբ։ Կալիֆոռնիան դատի է տվել Թրամփին ազգային գվարդիայի տեղակայման հրամանի համար։ Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգը դատական հայց է ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ, կապված նրա հրամանի հետ, որով շուրջ 2000 ազգային գվարդիականներ պետք է տեղակայվեին Լոս Անջելեսում առանց նահանգապետ Գևին Նյուսոմի համաձայնության։ Այս մասին հունիսի 9-ին տեղեկացնում է Washington Post-ը։ Նշվում է, որ սա աննախադեպ քայլ է, որը զգալիորեն սրել է լարվածությունը դաշնային կառավարության եւ դեմոկրատների ղեկավարած ամենաբազմամարդ նահանգի միջև։ Դատական հայցում նշվում է, որ նախագահ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները, հղում անելով օրենքի մի դրույթի, որը նախագահին թույլ է տալիս օգտագործել ազգային գվարդիան արտաքին ներխուժման կամ հակակառավարական ապստամբության վտանգի դեպքում։ Հուսով ենք Ամերիկայի այս ճգնաժամը շուտապույտ կլուծվի։ Երբեք չէի պատկերացնի, որ նման բառեր կարտաբերեմ Ամերիկայի ճգնաժամը, բայց որտեղ Թրամփը, այնտեղ էլ ճգնաժամ էլի, ինչից ենք զարմանում։ Մենք երբեք չենք մոռանում, որ բարեկամական զգացմունքներից բացի միայն Կալիֆոռնիայում ապրում է շուրջ 1 միլիոն հայ։ Մենք չենք կարող անտարբեր դիտել այս ամենը։ Այս ֆոնին Կրեմլը հանդես է գալիս փաստացի ուլտիմատումով ուղղված Ամերիկային։ Ռուսաստանը կարող է հրաժարվել միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղակայման վրա դրված մորատորիայից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով Մոսկվան չի տեսնում էական փոփոխություններ Ամերիկայի ծրագրերում, որոնք վերաբերում են նման հրթիռների տեղակայմանը աշխարհի տարբեր շրջաններում, եւ ակնկալում է, որ այդ գործընթացը միայն կուժեղանա։ Հիշեցնենք, որ Ամերիկան վաղուց մեղադրում է Ռուսաստանին 87 թվականից ստորագրված պայմանագրերի խախտման մեջ։ Խոսքը վերաբերվում է Իսկանդեր համալիրի հրթիռներին, որն ունի ավելի քան 500 կիլոմետր հեռավորություն եւ կարող է հարվածել Արևմտյան Եվրոպայի թիրախներին տեղակայվելով Կալինինգրադում։ Ռուսաստանը կտրականապես հերքում է, որ խախտել է պայմանագրերը։ 2019-ին Մոսկվան առաջարկել էր մորատորի նման հրթիռների տեղակայման վրա, սակայն Ամերիկան եւ ՆԱՏՕ-ն չեն ընդունել այդ առաջարկը։ Ամեն դեպքում զարգացումները շատ մտահոգիչ են։ Այս եթերում այսքանով սահմանափակվենք։ Ավելին կարող եք իմանալ մեր Telegram-յան ալիքում եւ Ակոպյան Live մեր երկրորդ YouTube-յան ալիքում։ Մի մոռացեք, խնդրում եմ բաժանորդագրվել, որ միշտ տեղյակ լինեք մեր ներկայացրած ամենակարևոր իրադարձություններից։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, կհանդիպենք։